Раб – это очень удобно, это послушные все равно. Ստրուկը շատ Намного հարմար է послушнее, լինել чем ծառա, дети. ավելի հնազանդ, քան որդիները։ Но кто бы из вас Բայց ձեզանից захотел ով вместо своих детей ուզենա իր երեխայի փոխարեն дома иметь работу, տանը ստրուկ պահի, ոչ թե երեխա, которые просто послушны? ով պարզապես հնազանդ Ой, է։ нам так хочется Վայ, послушных քան детей, ենք ուզում, որ հնազանդ երեխեք ունենան։ которые с полувзгляда и с Որ полуслова сразу կես все делают. հայացքից, կես խոսքից կանեն։ Но для нас важнее Բայց отношения. մեզ համար հարաբերությունը ավելի կարևոր է։ Помните, старший сын Հիշում եք ավակ որդին, в притче о блудном сыне, անառակ старший сын, որդու պատմության он был ավակ очень որդին, послушный. շատ հնազանդ Он որդի делал էր։ все правильно. Ամեն բան ճիշտ էր անում։ Он заботился Հոգ էր об отцовском տանում имении, հայրական ունեցվածքի մասին, но он не имел отношений с բայց отцом. հարաբերություն չուներ հոր Поэтому он հետ։ не мог Դրա пользоваться համար тем, չէր что կարող имел. օգտվել հոր ունեցածից։ Поэтому он не понял сердца Դրա համար отца, չէր կարող которое հասկանալ радовалось, հոր что пришел սիրտը, младший որ сын, ուրախացել էր, որ которое կորած որդին ликовало եկավ, воскресению, որն можно ուրախ сказать, էր, из որ мертвых. մեռելներից կարծես հարություն Он не առավ։ понял, у него не было Չէր отношений. հասկանում, որովհետև հարաբերություն չուներ։ Каждый из нас Մեզանից ամեն մեկը мечтает о близких, երազում է доверительных մտերիմ, отношений со վստահելի своими детьми. հարաբերություններ ունենալ իրենց զավակների հետ։ Бог наш Отец. Աստված մեր հայրն է։ Он желает с нами Եվ նա близких ուզում է մեզ հետ այդպիսի взаимоотношений. հարաբերություններ ունենալ։ Удобная позиция Շատ հարմար դիրք է для многих членов церкви. եկեղեցու շատ անդամների համար։ Когда говорит, пастор, Երբ որ ասում ты են можешь հովիվ, мне не рассказывать, կարող ես ինձ для ոչինչ чего это, չպատմել, как ինչի это. համար է սա, Ты просто ինչպես, скажи դու мне, что պարզապես мне ասա, делать. ինչ Вот у меня անեմ ситуация. Ես իրավիճակ Ты ունեմ, просто скажи, դու ты պարզապես дай ասա, алгоритм действий. տուր ինձ գործողությունների ալգորիթմը, Или, как сейчас модно կամ говорить, ինչպես հիմա дорожную карту. մոդա է ասել, Я ճանապարհային готов քարտեզ всё տուր ինձ, исполнить, եւ ես ամեն пошагово. բան կանեմ, քայլ առ Я буду քայլ, делать. ես կանեմ, Но не дай Боже, բայց Աստված չանի, это не принесет мне успеха. եթե դա ինձ հաջողություն չբերի, Ты Бога не знаешь тогда, пастор. И ուրեմն вообще, հովիվ, դու пастор ли Աստծուն ты? չես ճանաչում, կասկածելի է թե ինչքանով ես դու հովիվ։ Рабы, Ստրուկները они готовы исполнять. նրանք պատրաստ են իրագործել, Но не дай Боже, բայց Աստված չանի, хозяин их не защитит. որ Տերը հանկարծ նրանց Хозяин չպաշտպանի, их не որ обеспечит. Տերը նրանց չապահովի, Не дай Боже, мясо Աստված вовремя չանի, не придет. որ ժամանակին Не միսը прилетит. չստանա, Или лука репчатого не будет. կամ էլ սոխը ժամանակին Мы չստանա, восстание сразу поднимем. կսկսեն ըմբոստանալ։ А Бог есть у тебя? А Դու ты Աստված слышишь Бога? ունես, դու Աստծուն լսում ես, Это рабский менталитет. դա ստրուկի մտածելակերպ է։ Рабство Ստրուկը, ստրկությունն այն это է, покорность, до детства покорность երբ որ դու հնազանդվում ես երեխայի и նման полная несамостоятельность. եւ չունես ինքնուրույնություն, Раб ищет указаний, повелений, ստրուկը փնտրում է Ждет ограничения արկադրություններ, своих հրամաններ, действий. սահմանափակումներ, полномочий, законов, правил. լիազորություններ, օրենք, կանոններ, Что от него дальше требуется? Это ինչեր է повиновение. պահանջվում, հնազանդություն։ Это, знаете, некоторым это удобно. Որոշներին И հարմար է, некоторые, ну, можно եւ так сказать, որոշները стараются обеспечить փորձում свою են жизнь вот такими ապահովել рабами, իրենց կյանքը, которые այդ просто ստրուկներով, исполняют որ его պարզապես прихоти. գնում И են եւ ему իր все равно, ցանկությունները կատարում разочарованы են, они եւ будут или իր нет. հոգը չի Он поменяет на կհիաստափվեն, չեն других. հիաստափվի, ուրիշներին կբերի։ Но никогда Բայց не երբեք будет չի լինի роста взаимоотношений в этом. փոխադարձ հարաբերություն։ Человек, воспитанный в духе закона и правил, Օրենքի ոգով դաստիարակված մարդը послушен до рабства հնազանդ է մինչև ստրկություն, и не самостоятелен до детского уровня. բայց ինքնուրույն չի եւ մանկամիտ է։ Богу нравится наше послушание, Աստծուն դուր է գալիս մեր հնազանդությունը, но Он хочет с нами отношений. բայց նա մեզանից հարաբերություն է փնտրում։ Отношения не Հարաբերություն, перечеркивают послушание.
որը չի ջնջում Отношения հնազանդությունը, помогают հարաբերությունը послушанию. օգնում է հնազանդությանը։ Кто имеет автомобиль? Ով մեքենա ունի։ А кто соприкасался с автомобилями? Իսկ ով է մեքենայի հետ գործ Сидел в ունեցել, նստել автомобиле. մեքենայի Разные մեջ։ автомобили Տարբեր бывают, да? մեքենաներ, Разные по комплектации. Одна и կոմպլեկտացիայով та же տարբեր է марка լինում։ автомобиля, но Նույն разная կարող է комплектация. մոդելը Вот есть լինի, բայց basic, տարբեր։ начальная Կա комплектация. Потом հիմնարար есть ինչ որ комфорт, բաներ, հետո кա есть կոմֆորտ, бизнес, կոմպլեկտացիան, есть կա премиум բիզնեսը, կա класса. И պրեմիում та կլաս же самая մեքենա։ марка. Բայց Но նույն в чем у մոդելն է։ них Բայց разница? տարբերությունը ի՞նչն է։ Вот Basic, там нету ничего. Հիմնականում ոչ Там մի руль, ուրիշ коробка օպցիաներ չկա։ передач, там Ղեկն է, двери закрыть, փոխանցման открыть, տուփն է, еще что-то. դռները բացել փակելու Вот в комфорте կոճակը, կոմֆորտ есть ռեժիմը, всё то, что ամեն ինչ было в կա, Basic-ը, ինչ в որ կար начальном հիմնարարում, Есть все. ամեն Но ինչ կա, плюс բայց գումարած есть еще что-то. կան նաև В ուրիշ бизнесе есть հնարավորություններ։ все, что Բիզնես было в կլասի начальном, մեքենայի մեջ, что в комфорте. կա ամեն И ինչ ինչ плюс որ կա еще հիմնարարում, что-то. կոմֆորտում եւ գումարած մի բան էլ ավել։ Вот точно так же Նույն во կերպ է взаимоотношениях, հարաբերությունների մեջ է։ в сотрудничестве взаимоотношений. Հարաբերությունների всё մեջ то, что есть в համագործակցությամբ ամեն ինչ Есть կա ինչ որ послушание, ստրկության есть մեջ։ покорность, Կա հնազանդություն, есть կա страх Божий, Աստծո վախ, но есть բայց еще կա что-то, էլի того, մի чего բան, нет որ в չկա рабстве. В ստրկության մեջ։ дружбе Ընկերության մեջ есть тоже, есть то, что есть в նույնպես рабстве, կա այն есть ինչ то, որ что есть ստրկության մեջ в կա, сотрудничестве, но есть համագործակցության մեջ еще կար, բայց что-то. մի բան ավել կա И дальше, то ընկերության есть մեջ։ оно дополняет, оно не Անդադ уничтожает դրացում է, одно другое, չի оно не исключает ոչնչացնում одно из նախորդը, другого, չի оно բացառում, дополняет одно լրացնում другое. է։ И поэтому это Եվ դրա рост համար դա աճ է взаимоотношений, հարաբերությունների, не исключающий ոչ одно թե другое. միմյանց բացառելով։ Моисей Մովսեսը не остановился на том, կանգ չառավ այն բանի վրա, что Господь будет с որ ними. Տերը նրանց հետ կլինի Он ու говорит, я վերջ։ хочу Նա пойти ասաց, дальше. Ես ուզում եմ ավելին գնալ, Я хочу пойти дальше. ես ուզում եմ ավելի հեռու գնալ։ Дай мне увидеть Твою славу. Դուր ինձ տեսնել քո փառքը։ Господь говорит, послушай, Տերն ասում է Մովսեյ, լսի, Մովսես, я не могу пойти, когда Ես- вначале среди народа, потому что вы жестоковыйные, я убью вас. ես չեմ կարող А ձեր ты хочешь առջևից գնալ, меня, որովհետև ты դուք хочешь вообще խստասիրտ եք, быть ես ուզում եմ рядом. ձեզ ոչնչացնել, բայց դու ուզում ես իմ կողքը լինել։ Но Богу это Բայց понравилось. Աստված ասում է, Он говорит, лица не ասում դա можешь դուր եկավ։ увидеть. Ասեց իմ երեսը Я չես пройду կարող со спины, տեսնել։ ты меня увидишь. Քո առջևից կգնամ իմ մեջքս կտեսնես։ Ему хочется открытости. Աստված բաց հարաբերություն И է это ուզում։ следующий уровень. Եվ դա հաջորդ Уровень մակարդակն է։ дружбы. Ընկերության Помните, Иисус մակարդակը։ Христос говорит Հիշում եք своим Հիսուս ученикам, Քրիստոսն ասում է իր я уже не աշակերտներին. называю вас Ես рабами, ձեզ տրուկ չեմ անվանում, но ծառա называю չեմ вас անվանում, բայց друзьями. ձեզ անվանում եմ Почему? ընկերներ, ինչու։ Потому что я открыл вам Որովհետև все. ես ձեզ ամեն բան Дружба – это պատմեցի։ открытость. Ընկերությունը Это понимание, что мы բացվածություն է։ делаем, Ընկերությունն այն է, куда որ мы մենք идем, հասկանում зачем ենք, мы ուր ենք идем, գնում, с ինչի помощью համար чего ենք мы գնում, идем. ինչի շնորհիվ ենք То есть մենք мы գնում։ откровенно Այսինքն говорим, մենք мы բաց говорим о ասում ենք, переживаниях, մենք мы говорим о своих ապրումներն ենք мечтах. փոխանցում, մեր երազանքներն ենք Это պատմում։ открытость. Դա բացվածություն է։ Когда мы Богу Երբ որ մենք откровенно Աստծուն говорим. անկեղծորեն ասում ենք։ Давид когда-то в своей молитве произнес Դավիթն такие իր слова. աղոթքի մեջ հետևյալ խոսքերն Господи, Ты ասաց. испытал меня на ложе Տեր, моем. դու ինձ И քննեցիր увидел, իմ պարկած что տեղը слова եւ мои տեսար, որ իմ Не խոսքերը расходятся. Обычно мы говорим с делами, да? А он իմ говорит խոսքերը с мыслями моими. իմ մտքերի հետ չեն բռնում։ Слова мои не Իմ расходятся с խոսքերը мыслями չեն моими. համապատասխանում իմ մտքերին։ Я заметил, что мы, Ես նկատում եմ, որ христиане, մենք քրիստոնյաներս иногда пытаемся обмануть շատ Бога в անգամ своих փորձում ենք молитвах. Աստծուն խաբել մեր աղոթներով։ Мы говорим о Մենք том, как ասում мы ենք, любим թե Господа, ինչքան շատ ենք սիրում Տիրոջը, но знаем, բայց իմանալով, завтра я снова буду грешить, որ վաղը էլի մեղք եմ գործելու։ потому что я не расстанусь с этим и вот с этим. Որովհետև И սրա мне հետ կապերս нравится չեմ вот это, խզում, и я не могу пожертвовать вот этим. եւ չեմ ուզում զոհաբերեմ այս բանը։ А мы рассказываем Իսկ մենք Богу պատմում ենք о Աստծուն, том, что мы принадлежим թե Ему. մենք պատկանում ենք իրեն, Скажи об этом честно Ему. անկեղծ ասա նրան, Стань с Ним другом. ընկեր Скажи, դարձիր, Господи, ասա Տեր, я хочу, ես ուզում եմ,
Я хочу отношений. Հարաբերություն եմ Я ուզում։ хочу Ուզում եմ жертвенности. Я хочу զոհողություն։ научиться Ուզում եմ этому. սովորել Я не դրան։ могу. Ես չեմ կարողանում։ Я вот такой Ես жестокий. այսպեսին Я եմ, не могу. խստասիրտ եմ, չեմ կարողանում Я օգնել։ не могу простить. Չեմ կարողանում ներել։ Я не могу Չեմ перешагнуть. կարողանում քայլ անել Я не առաջ։ могу, Չեմ Господи, կարողանում помоги Տեր, мне. օգնիր ինձ։ Будь честным. Անկեղծ եղիր, Будь ազնիվ открытым. եղիր, բաց եղիր։ И Он будет открывать свое сердце. Եվ նա էլ իր սիրտը կբացի։